Փաշինյանն ասում էր, եթե ես կանգնեցնեմ, ես չեմ համարվի հայրենասեր եւ կարող է ինձ Կամարվի դավաճան։ Նույնը Զելենսկին ասենք, եթե ինքը Զելենսկին համաձայնվի էս առաջարկել, բայց Զելենսկին առաջարկել են ռուսները 22 թվականին, չէ՞։ Անդրում ավելի լավ առաջարկ էին տվել։ Դոնբասը ավտոնոմիայի կարգավիճակով մնալ Ուկրաինայի մաս եւ այլն, չէ՞։ Այսինքն Զելենսկին մերժեց, որի արդյունքում կորցրեց Ուկրաինան այդ տարածքները, մոտավորապես 1.700.000 մարդ կամ անհայտ կորած են կամ սպանված են, հսկայական վնասներ ա տվել էկոնոմիկայի վրա, քանդված երկիր, հիմա Զելենսկին համաձայնվի դրա հետ։ Բայց չէ Ուկրաինայի ժողովուրդը կասի, պարոն Զելենսկի, բայց համաձայնվի 22 թվականին։ Հասկանում եք, չէ՞, ինչ նախընտրեցիք, Զելենսկին օբյեկտիվորեն չի կարող համաձայնվի, բայց նույն տրամաբանությամբ չի կարող համաձայնվի Մերցը, Մակրոնը եւ Ստարմերը, բայց կարող ենք ասել Զելենսկին փնտրում է տարբերակ Փաշինյանական, որտեղ ինքը կհամաձայնվի եւ իրեն դավաճան կամ իշխանություն պահելու հնարավորություն կունենա, այսպես ասած։ Այո, իհարկե։